Եվս մի անգամ հպվի քեզ, մտնի քո ներկայության մեջ մարկա քո սրբարանը, և տեսնի քո լույսը և քո փառքը, և վայելի դա և հպվի դրան իմ Աստված։ Միայն դու ես արժանի Աստված, որ մենք պաշտենք, որ մենք մեծարենք, որ ամբողջ մեր էությունը երկրպագի քեզ։ Քո եկեղեցին, խոսա իմ անգամ, քո շուրթերը, քո լեզուն տերկա, քո խոսա իմ մեծարվեց իմ Աստված, շտերի Տեր, ողջ փառքը քոնն է, ողջ փառքը քոնն է, Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա, ամեն։ Օրհնված եք իմ թանկագին եղբայրներ և քույրեր։ Ամեն անգամ բեմ բարձրանալ ինձ համակույցոր առաջի անգամ։ Ամբողջ իմ էությունը ծառավա Տիրոջ։ Ես չեմ որ պիտի խոսեմ, ինքը պիտի խոսեմ։ Եթե ես Երևան կդառնամ թատրոն, ես էլ մի դերասան այստեղ։ Դրա համար խնդրում եմ, որ ինձ համար աղոթեք, որ Տերը ձեզ տա ինչ որ պետք է ձեզ։ Ես լինեմ ուղղակի անոթ, որի միջոցով ինքը դա կանի։ Խնդրում եմ քո կողքին նստածին ասա, Աստված սիրում եմ քեզ։ Սա իրականություն է, գիտեք, Աստված իրոք սիրում է քեզ։ Հալելույա։ Գիտեք, մենք ունենք մի հրաշալի անձնավորություն, որի անունը Հիսուս Քրիստոս է։ Նա աննկարագրելին է եղել, և մեզանից յուրաքանչյուրը Հիսուսի մասին իր սրտում ունի իր ձևավորված պատկերը։ Որոշ նկարիչներ արտահայտում են դա, և մարդիկ ասում են այս է Հիսուսը, այն է Հիսուսը, բայց իրականում դա չի։ Հիսուսը պատկեր չի թողել, բայց Հիսուսը մեզ տվել է իր ներկայության վայելք։ Հալելույա։ Շատերը մտածում են, որ նա երկրի վրա եղել է շատ քնքուշ, շատ մի սքանչելի մարդ, այո, այդպիսին էլ է ժամանակ առ ժամանակ։ Բայց ժամանակ առ ժամանակ Հիսուսը եղել է չափազանց խիստ և ճիշտը ճակատին խոսացող մի անձնավորություն։ Այնքան սուր խոսք ուղղող, որ երբեմն աշակերտները գալիս են ասում են, Տեր, ռուսերեն ասում է, «Приостанови коней, ձիերին սանձի, դու փարիսեցիներին ես վիրավորում, նրանք արդեն վիրավորվել են, չեն ուզում այլևս քեզ տեսնեն, Տերը բայց շարունակում էր»։ Եվ ոչ միայն փարիսեցիներին էր երբեմն խիստ խոսք ուղղում, այլ նաև իր աշակերտներին ի զարմանս։ Շատ խիստ խոսքեր ուներ աշակերտներին ուղղած, որ Տերը սկսեց ցույց տալ ինձ, ես զարմացա, անկեղծ ասած։ Ուզում եմ այդ նախադասությունների վերաբերյալ այսօր ձեր հետ կիսվել։ Եվ խնդրում եմ, եթե ունեք տետր և գրիչ, բաց արեք, որնաս առաջում և գրեք։ Անպայման գրեք, եղբայրներ և քույրեր։ Առաջի բանը, որի մասին ուզում եմ խոսեմ, գրված է Ղուկաս 9-րդ գլխի 41-43 խոսքերով։ Քանի որ նոր եմ ես հայերեն կարդալը, փորձեմ
այդ դրական հավատքը շարունակել։ Հիսուսն ասաց. ով անհավատ եւ մոլորված ծերունդ, մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ եւ հանդուրժեմ ձեզ, այստեղ բեր քո որդուն։ Ինչ էր տեղի ունեցել։ Աշակերտները ոգևորված Հիսուսի կողմից, լիազորված, գնացել էին կողքի շրջանները Քրիստոսի մասին ավետարանը քարոզելու եւ անգամ դևերն էին հնազանդվում իրենց։ Եվ նրանք ուրախ հետ եկան ասեցին քո անունով ինքը բժշկություններ արեցինք։ Անգամ դևերն էին մեզ հնազանդվում։ Բայց այդ պահին մի մարդ բերում է իր որդին, որը դիվահար էր։ Եվ այս երեխան գալիս է եւ ընկնում է այդ պրիստուպի մեջ, այդ հիվանդության ազդեցության տակ։ Աշակերտները հավաքվում են, որ աղոթեն եւ ոչ մի արդյունք չի։ Դեվ ապելի է տանջում այդ երիտասարդին, մեկ էլ Հիսուսը այդ պահին մոտիկանում է եւ աշակերտները ասում են. «Տեր, չենք կարողանում այս դևին հանենք, ինչ անենք»։ Եվ Հիսուսը պտտվում է եւ այս խոսքերը ասում է։ Գիտեք, ես որ նոր Աստվածաշունչը կարդում եմ, ինձ միշտ թվում է, որ ինքը այս խոսքը ուղղում է դևերին, որ ասում է ով անհավատ եւ մոլորված սերունդ, ինձ թվում է, որ ինքը խոսում է դևերի մասին։ Եվ հետո մտածեցի, որ գուցե եւ կողքին գտնվող փարիսեցիների մասին է խոսում։ Բայց երբ մի քանի բան ուսումնասիրեցի, տեսա, որ ոչ։ Այս խոսքը ուղղված է անմիջապես աշակերտներին։ Անմիջապես այն աշակերտներին, ովքեր որ փորձում էին ինչ-որ մի բան անեին եւ չէր ստացվում։ Եվ Հիսուսը խիստ ասում է. ով անհավատ եւ մոլորված սերունդ աշակերտներին։ Մի քանի օր առաջ սրանք հաջողակ ավետարանիչներ են, գործորդներ են մարդու հոգու, բայց հիմա մոլորված է կոչում Հիսուսը իրենց։ Բերեք մի հատ նայենք ինչու։ Ինչն է պատճառը, որ Հիսուսը այդքան խիստ խոսում է աշակերտների հետ, որ սրանք անհավատ են եւ մոլորված են։ Ինչու։ Եղբայրներ եւ քույրեր, Աստծո հետ առնչվող մարդը, քրիստոնեությանը հարող անձնավորությունը, ով ուզում է Քրիստոսին ճանաչի եւ անձնապես իր հետ շփում ունենա, նա պետք է հասկանա։ Քրիստոնեությունը հիմնված է հավատքի հիման վրա։ Քրիստոնեությունը հիմնված է հավատքի հիման վրա։ Տեսեք, ինչ է ասում Մարկոս 11:23-24 համարը։ Ես այս համարը շատ եմ սիրում։ 3 ավետարաններում մենք այս համարին հանդիպում ենք, բայց Մարկոսը մանավանդ շեշտակի է խոսում այս համարի մեջ հավատքի մասին։ Ասում է Աստծո հավատքը ունեցեք, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ասի այս սարին բարձրացի եւ ընկի ծովը, սարը կբարձրանա եւ կընկնի ծովը։ Երևի ես պատմել եմ ձեզ այս օրինակը, բայց մի անգամ է պատմեմ, որպեսզի հասկանաք։ Մի հավատքի մարդու մոտ գնում է նոր սկսնակ քրիստոնյա եւ ասում է բացատրի ինձ այս համարը, ով օրհնյալ։ Ասում է սա բացատրել։ Մատ ուղում է սարին եւ ասում է. եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաս, այս սարին կասես, մեկ այլ պահի սարս է սկսում է դողալ եւ բարձրանալ, մեկ էս մարդ ասում է, օրինակ եմ ասում, օրհնյալ, հանգստացի, օրինակ եմ ասում։ Հիմա ինչ է նշանակում մանանեխի հատի չափ հավատք ունենալ։ Ինչ է նշանակում ընդհանրապես այս աներծված հասկացողությունը, հավատք։ Ինչ է սա նշանակում։ Շատ մարդկանց երբ խոսում ես հավատքի մասին, իր համար դա անհասանելի բարձունք է։ Այ մարդ ես որ հավատք ունենայի, բա գիտես ինչ է կանեն։ Լսի հավատքը հեռու չի քեզ արած։ Հավատ գիտես ինչ է նշանակում։ Ուղղակի քայլել Աստծո հետ, ուղղակի քայլել։ Ինքը կթեքվի աջ, դու ես աջ թեքվում։ Ինքը կթեքվի ծաղ, դու ես ծաղ թեքվում։ Ինքը ուղիղ գնում է, դու իր հետ գնում ես։ Ամեն։ Բար բան չկա հավատքի վերաբերյալ։
Ինչու՞։ Որովհետև Աստծո հետ քայլելը ամենաճիշտ եւ օգնյալ հիմքն է հավատքի համար։ Տեսեք ինչ է ասում Եբրայեցիս 11:6-ը. առանց հավատք Աստծուն հաճելի լինելը անհնարին է, որովհետև Աստծո մոտ եկողը պիտի հավատա, որ նա կա։ Պիտի հավատա, որ նա կա։ Եվ իր մոտ եկողին ինքը վարձահատույց է լինում։ Ամեն։ Պիտի հավատա, որ նա կա եւ վարձահատույց է լինում։ Ուզում եմ ձեզ մի հատ օրինակ պատմեմ։ Մեր Շանթին բոլորդ գիտեք, չէ՞։ Շանթ ունի մի տղա Սամուելիկին, որին դուք ճանաչում եք, ես էլ Սամուելի մեր փոքրուց ծնված օրվանից գիտեմ։ Այս Սամուելը շատ շուստրի տղա էր, էլի շատ շուստրի։ Շանթը անընդհատ գնում էր DVD էր առնում։ Այս Սամուելիկը երկրորդ օրը DVD-ն փչացնում էր։ Շանթը բողոքվող գալիս այ բայ ջանառա ինչ անեմ։ Մի օր ասի Շանթ ջան, բարձր տեղ դիր։ Միայն ձեր բոյը կհասնի, էլի։ Մեկ էլ երկու օր հետո եկավ ասա, վահե գիտես ինչ ա։ Ասի ինչ ա։ Ասում ա պուլտով լապտոպը բացում ա, բարձր տեղից։ Այս բանը դուրս ա գալու, որ դիսկը դնում է մեջ։ Ինքը բարձրանում ա, այս լապտոպից կախվում ա, դիսկը դնում ա մեջը, իջնում միացնում։ Հələ պատկերացրեք, երեխա, որը ուզում է ինչ-որ մի բանի հասնի, որքան ջանք եւ խելք է ներդնում եւ իր ուզածին հասնում է։ Բա մենք քրիստոնյաներս միթե չենք ըմբռնել, որ Աստծու մոտ եկողը նախ պիտի հավատա, որ ինքը կա։ Եվ պիտի հավատա, որ իր արածի համար է Աստված պիտի վարձահատույց լինի։ Հասկանում ես։ Հիմքը քո քայլն է եւ քո հավատքն է։ Ուզում եմ ձեզ համար մի կարևոր նախադասություն ասեմ, եթե կուզենաք գրեք, խնդրում եմ ձեզ։ Մի նախադասությունով ասած, հավատքը դա Աստծո հետ քայլելն է, ունենալն է իր մտածելակերպը եւ իր կյանքի ուղղվածությունը։ Շատ հետաքրքիր է մեր Աստված։ Գիտեք ինքը ինչ է անում։ Ինքը չեղածը որպես եղած է անվանում։ Մի բան չկա, բայց Աստված ասում է կա եւ պիտի լինի, եւ լինում է։ Հիմա ես ինչպես պետք է վարվեմ նմանատիպ իրավիճակի մեջ։ Ես ունեմ երկու ճանապարհ։ Քայլեմ Աստծո նման եւ չեղածին ասեմ իբրև եղած, կամ էլ ասեմ, այ մարդ, ես դա չեմ կարող անել։ Ես ի վիճակի չեմ դա անելու, այո, դու ինքդ ի վիճակի չես անելու։ Հեսուն նավին էլ ի վիճակի չէր անելու եւ իրանք կռվում էին պատերազմի դաշտում, բայց մարդը ձեռքը բարձրացրեց եւ ասեց արև կանգնի եւ լուսին էլ դու կանգնի եւ ամբողջ աստղային համակարգը կանգ առավ, ինչու, որովհետեւ նրանք պիտի հաղթեին եւ մի օր արևը մայր չէր մտնում։ Հիմա կասեք, ես ինչ հեքիաթ ես պատմում։ Հեքիաթի եղբայրներ գրեր։ Չինական աղբյուրներում կա այս տվյալի մասին գրած։ Լիքը հին ժամանակներում ապրող ժողովուրդների մեջ կա տվյալ, որ գիտեք մի օր կար, որ արևը մեկ օր մայր չէր մտնում, մեկ կլոր օր, որովհետև մի Աստծո մարդ ձեռքը մեկնել էր և ասել էր, արև կանգնի, ամեն, յուրաքանչյուր մարդ, ով որ ուզում է ճանաչի Աստծուն, պիտի հասկանա, Աստված կա, և նա, եթե այդ մարդը մոտենա իրեն, պատասխանել կտա իր համար։ Այս վերջերս մի վկայություն լսեցի մի իսլամում եղող երիտասարդի մասին, որը ինքը սուֆի էր, չեմ ուզում բացատրեմ, այս անձնավորությունները հպվում են և շփվում են դեմոնների հետ և իրենց թվում է, որ սրանք ունեն Աստված ճանաչությունը և այս անձնավորությունը հանկարծ մի օր բանտում նստած ասում է դեմս կանգնեց մի ոգի և ես մի անգամից իմ ներսում հասկացա, որ սա Աստծո ոգի չի և այս ոգին սկսեց ինձ տանջել և ծեծել և ծեծել։ Ասում է ես հիմա ինչ անեմ։ Ես զգում եմ իմ ներսում, որ եթե ես հիմա Ալլահի անունը կանչեմ չի օգնելու,
Մոհամեդի անունը կանչեմ, չի օգնելու։ Մեկ էլ ասում է աղաղակեցի, ասի Աստված իմ, եթե դու կաս, մի հնար արա։ Մեկ ասում է ձայն եկավ։ Հիսուսի անունը կանչի։ Եվ ասում է Հիսուսի անունը, մուսուլմանի համար Հիսուսը ընդամենը մարգարե է, հզոր մարգարե, բայց մարգարե։ Ասում է ես հիմա երկու երկ ունեմ, լսեմ այդ ձայնին, հնազանդվեմ և կանչեմ անունը, կամ չլսեմ և այդ ոգին ես շարունակի կանչեմ։ Եվ ասում է ես աղաղակեցի և այդ դեմոնը անմիջապես վերացավ։ Ասում է ինձ համար առեղծված մնաց, ոնց է նման բան հնարավոր։ 2 շաբաթ այդ մարդը ծոմ է պահում, 2 շաբաթ, և ասում է, եթե կա ճշմարիտ Աստված, ես ուզում եմ նրան ճանաչել։ 2 շաբաթ հետո այն խուցը, որտեղ ինքը նստած է լինում, լույսով լցվում է ամբողջովին, և իր առջև կանգնում է Հիսուսը, Տերը, և այդ մարդը իսլամից դառնում է քրիստոնյա։ Նման հրաշքներ շատ են լինում, շատ են տեղի ունենում, որովհետև երբ մարդը մոտիկանում է Աստծուն, Տերն էլ նրան վարձահատույց է։ Ամեն։ Երբ մարդը որոշում է, որ ինքը պիտի անկախ ամեն ինչից հպվի, գտնի Տերոջը, այդ Տերը նրան կհպվի։ Ես ուզում եմ, որ մեզանից ամեն մեկը հասկանա, պաշտամունքը դա գերբնական երևույթ է։ Դու չես գալի այստեղ, որ ուղղակի նստես նստարանին։ Առաջի դարի եկեղեցու մարդիկ կանգնում էին և սկսում էին Հիսուսի անունով մարգարյանալ, ուր են մեր մարգարեները։ Երբ մեկը լեզուներ էր խոսում, մյուսը կանգնում էր և սկսում էր թարգմանել, ուր են մեր խոսացողները և թարգմանողները։ Եղբայրներ քույրեր, և մեզ դա չի անհանգստացնում, մենք հաշտվել ենք այդ մտքեր, որ եկեղեցում չկա մարգարեներ, չկա գերբնականներ գործություն։ Մի հաշտվի դրա հետ, գուցե հենց դու ես այդ մարգարեն, և գուցե հենց քո միջոցով Տերը սկսի խոսք ուղղել եկեղեցուն, մի նստի, ընտրի Տերը։ Ամեն։ Եվ անտեսանելին դավանի որպես տեսանելի։ Երկրորդ բանը, որի համար Հիսուսը հանդիմանեց, այս էր, որ ինքը իր հետևորդներին ասաց, դուք չգիտեք, թե ինչ հոգու մարդ եք։ Ինչու ինքը այս խոսքը ուղղեց։ Աշակերտները այդքան էին արդեն Քրիստոսի կողքը իրանց լավ զգում, որ մի օր մի խնդիր եղավ, Քրիստոսին չընդունին մի քաղաքում, մեկի աշակերտները կանգնեցին և ասացին, Տեր, ուզում ես քո անունով ասենք կրակ իջնի սրանց վարը։ Հիսուս ասեց, դուք ախր չգիտեք ինչ հոգու մարդ եք, դուք չգիտեք ինչ կանչվածություն ունեք։ Բերեք մի հատ նայենք, էլի, ինչ է նշանակում ինչ հոգու մարդ եք դուք։ Սովորական աշխարհը ապրում է իր կյանքով, նա ընդհանրապես Աստված ճանաչություն չունի, բայց մենք վերստին ծնված մարդիկ ենք։ Ամեն։ Ես մի հատ հարց եմ ուզում ձեզ տամ, քանի մարդ կարող է ինձ բացատրել վերստին ծնունդը ինչ է։ Ինչ է այդ վերստին ծնունդը, որի մասին Հիսուսը Նիկոդեմոսին ասեց, դուք պատկերացրեք, դուք մեկին վկայում եք և ասում եք, դու պիտի վերստին ծնվես։ Իր աչքերից տես կլորանում, ասում է, ինչ։ Ոնց թե վերստին ծնվես։ Էդ որն է։ Գնամ ջերով մկրտվեմ, գնամ ինչ-որ մի հատ քահանայի գտնեմ, որ ինքը ինձ օգնի օծի ու ես վերստին կծնվեմ։ Ինչու մենք կարիք ունենք վերստին ծնունդի։ Որովհետև երբ Ադամը և Եվան կյանքի և մահվան ծառից կերան, ինքը հոգևորապես և Ադամը և Եվան մահացան։ Ամեն։ Եվ զրկվեցին հոգևոր շփումից Աստծո հետ։ Նրանք արդեն չգիտեին իրանք ինչ հոգու է։ Ավելի ճիշտ գիտեին, դեմոնական, դիվային հոգու։ Դրա համար էլ աշխարհում այսօր այսքան պատերազմներ կա։ Դրա համար էլ մահտարաժամեր կա և եղբայրը եղբոր դեմ է բարձրանում։ Ինչու։ Որովհետև կենդանի Աստծո հոգին քո մեջ մեռավ և քո մեջ արթնացան դիվային շարժումը և դիվային առաջնորդությունը։
Ինչ է նշանակում վերստին ծնված մարդ։ Վերստին ծնված մարդը այն մարդն է, իմ թանկագին եղբայր եւ քույրիկ, վերեք օրհնենք մեր քույրիկին։ Ինքը մեծ տարիքում համարձակվել է գա պաշտամունքի, օրհնված եղեք թանկագին քույրիկ ջան։ Երբ Հիսուսը խոսում էր վերստին ծնունդի մասին իմ թանկագիններ, ինքը պարզապես ասում էր, որ այն մարդը, որ իր սրտով հավատա, որ ես կամ, եւ իր շուրթերով դավանի, որ ես իր կյանքի տերն եմ այսուհետև, այդ մարդու հոգին վերականգնվում է, վերածնվում է եւ հաղորդակցությունը Աստծո հետ վերականգնվում է։ Շատ մարդիկ ճանապարհ են գտնում, թե ինչպես Աստծո հետ շփվել։ Ճանապարհը Հիսուսն է։ Ճանապարհը Հիսուսն է։ Գիտեք, մի քանի օր առաջ Հնդկաստանի վերաբերյալ մի կինո էի նայում, հատուկ այդ ֆիլմը նայեցի, ես չեմ սիրում իմ աշխարհի ֆիլմեր նայել, բայց այդ ֆիլմը հատուկ նայեցի։ Այնքան մոլորություն եւ դիվային ներգործություն կա այդ կրոնների միջոցով, որ այդ ֆիլմում պատմվում էր։ Մարդը կանգնում է եւ ասում է ես Աստված եմ։ Եվ գիտեք ինչ է ինքը ստանձնում իրեն ինչ իրավունք ուրիշների կոկորդը կտրի, գլուխը կտրի, սպանի, որովհետեւ ինքը Աստված է եւ ինքը համարում է, որ ինքը այդ մարդկանց կյանքի մեջ թեթևություն ունի։ Հնդկաստանում 1 միլիոնից ավել կրոն կա, կուրք կա։ Գիտեք ինչու՞։ Որովհետև սատանան ամեն ինչ անում է, որ Հիսուսի շուրջը այսպիսի մի պարիս ստեղծի այլ կրոններից, որ յուրաքանչյուրը Աստծո մոտ մոտեցողը մոլորվի եւ ճանապարհը չգտնի։ Այսօր գիտեք ինչ արտահայտություններ ենք մենք լսում աշխարհում։ Մեկ Աստված է, ինչ ճանապարհով էլ գնաս նրա մոտ, տարբերություն չկա։ Մեկ է հասնում ես նույն Աստծուն, գագաթին ես ասում։ Հասնես թե Կրիշնայի միջոցով, թե Վիշնուի միջոցով, թե Ալլահի միջոցով, ում միջոցով ուզում ես հասնես, կհասնես։ Ահա որ է այս մոլուցկը, եւ մանավանդ հիմա Դուբայում ուզում են ստեղծել կրոնների տաճար քրիստոնեության, մուսուլմանության եւ ջհուդության։ Այսինքն մեզ բոլորիս խառնեն իրար հետ եւ ասեն սա ճշմարիտ կրոնն է։ Կներեք Աբու Դաբիում, ոչ թե Դուբայում, Աբու Դաբիում, Էմիրությունների մայրաքաղաքում։ Բայց Հիսուսը ասեց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եթե ինձ ընդունես որպես Տեր եւ Փրկիչ, կփրկվես։ Այս է քո փրկության ճանապարհը, թանկագին։ Այս է քո փրկության ճանապարհը։ Եվ եթե մի բան եմ ուզում եմ ասել, եթե դու մոլորվել ես, եթե դու եկեղեցի եկող ես եղել եւ ընկել ես, մի վախեցի, դու աղաղակի Տիրոջը եւ նա կգա եւ կփրկի քեզ։ Հիշում եք, չէ՞ անառակ որդու պատմությունը։ Երբ որդին հետ եկավ եւ հայրը իրեն ընդունեց, ընկած որդին, եւ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Երկնքում հրեշտակները ցնծում էին այդ ընկած որդու համար։ Որովհետև Տերը ասեց 100 գարի կթողնեմ 99-ին, մեկ կորածի հետևից կգամ, եւ երկնքում եմ ասում է ուրախություն է երկնքում։ Հիմա եթե դու ընկել ես եւ չես պատկերացնում, թե ոնց կարող ես վերագտնել, քայլ արա դեպի Հիսուսին, կանչի նրան եւ թող հրեշտակները եւս մի անգամ քո համար ցնցան։ Ալելույա։ Հիսուսը շատ խիստ է խոսում իր աշակերտների հետ այս հարցերում։ Դուք չգիտեք ինչ հոգու մարդ եք։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարց տամ, դուք գիտեք ինչ հոգու մարդ եք։ Երբ քո ոտը տրորում են փողոցում, դու գիտես ինչ հոգու մարդ ես եւ ֆռում ես եւ ֆշշում ես այդ մարդու վրա։ Եվ մեկը քեզ վիրավորում է, դու գիտես ինչ հոգու մարդ ես, թե պատրաստ ես կրակի չասնես նրա գլխին, որպեսզի ոչնչանա, եւ բոլորը հասկանան, որ դու արդար ես։
Ես մարդիկ գիտեմ, որոնց շատ ծանր վիրավորել են, որոնց շատ ծանր խոցել են, եւ մարդիկ ձայն չեն անել, հանձնել են դա ասում։ Եվ Աստված այնպես է այդ հարցը կարգավորել, այնպես է լուծել, որ բոլորը զարմացած են մնացել։ Եվ Տերը հենց այդպես է ասում է. դու վրեժխնդիր մի եղի, դու քո դատը հանձնի ինձ։ Դու գիտես ինչ հոգու մարդ ես, իմ բարեկամ։ Եթե չգիտես, սկսի մտածել այդ ուղղությամբ։ Եվ վերջինը, երրորդը, այս իմ ամենասիրած մասերից մեկն է։ Սա հանդիմանություն չի, սա ուրախություն է։ Յուրաքանչյուր հավատքի եւ վերստին ծնված մարդու համար Տերը բարի լուր ունի։ Ասում է ուրախացիր, որ ոչ թե դեմոններն են քեզ հնազանդվում, հետ պիտի լինի ու լինի։ Դու քրիստոնյա, դու ասող մարդ ես, դու դեպի պիտի ասես Հիսուսի անով հետից գնա, ինքը գնա ապերից։ Դու դեռ չանհանգստանաս։ Ես մի օր աղոթելով գնում եմ իմ գործի տեղը։ Մեկ է զգացի հետևից, հիմա կարող է չհավատաք, մի քանի սև շողք սենց վղվղտում են այդտեղ։ Ես սենց գնում եմ, մեկ է այդ հետ դարա, զգացի որ ինչ-որ բան կա էլի դեռ։ Մոմենտ ուզում էի վախենայի, հետո ասի հետո Հիսուսի անով հետից գնա։ Մի անգամից անհետացա։ Ով ուզում է լինի, ուզում է սատանան կանգնի քո դեմ, մի վախեցի։ Որովհետև դեմոնները հնազանդվում են քեզ, դա Հիսուսի անվան իշխանությունն է, բայց դու ուրախացիր, որ քո անունը այդ բաներից հետո գրվում է կյանքի գրքի մեջ։ Ալելույա։ Հայտնության 20-րդ գլուխ 12 համար։ Բերեք հայրեն չկարդամ էլի թարգմանում։ Եվ տեսա ես բազում մահացածներ, փոքր եւ մեծեր, ովքեր Տիրոջ առաջ կանգնած էին եւ գրքեր էին բացված։ Եվ մի այլ գիրք էր բացված։ Այնքան եմ սիրում ես պահը, այլ գիրք, գրքեր եւ այլ գիրք։ Որը կյանքի գիրքն է։ Գիտեք ինչ կապված է կյանքի հետ Աստծուց իշխող շքեղ գեղեցկությունն։ Երկնային Երուսաղեմ ով տեսել է, լեզուն ի վիճակի չի արտահայտի նրա գեղեցկությունը։ Կյանքի գիրքը ով որ տեսել է, իսկ Հովհաննեսը տեսել է, ի վիճակի չի արտահայտի այդ գրքի գեղեցկությունը եւ կարեւորությունը։ Բայց եւ բոլորը դատվեցան այն գրքերում գրված իրենց գործերի համեմատ եւ հետո այնտեղ ասում է իսկ անունը գրված էր կյանքի գրքի մեջ, նրանք կրակի ծուծողը չեն գցել, նրանք Աստծո հետ վայելելու են Տիրոջ ներկայությունը եւ երկնքի արքայությունը։ Եվս նույն բանը գրված է Դանիելի 7-րդ գլխի 9-10։ Դանիելը հզոր մարգարե է, հզոր։ Ասում է, տեսա ես ինչպես գահեր դրվեցին եւ օրերով ծերը, այսինքն Աստված նստած էր այդ գահի վրա, եւ նրա հագուստը սպիտակ է ինչպես ձյունը, եւ նրա գլուխն էր, մազերն էր, ինչպես մաքուր ալիք։ Մի խոսքով նկարագրում է Տիրոջը եւ ասում է հազարները դուրս էին գալի իր առջևից եւ ներս էին գնում եւ դատավորները նստեցին եւ գրքերը բացվեցին։ Վայ այն մարդուն, ում անունը գրված չի կյանքի գրքի մեջ։ Վայ այն մարդուն, որովհետև հետո իր գլխին տալու է։ Եթե դու մտածում ես, որ հոգևոր աշխարհը խաղալիք է, դու շատ սխալվում ես, այս աշխարհն է խաղալիք։ Այստեղ դու ապրում ես լավագույն դեպքում 90 տարի, ամենալավը սենց, լավագույնը, 100, թող քո անունը սենց ամբողջ հեռուստատեսություններով հռչակեն, որ այս մարդը ապրեց 100 տարի, տեսեք ինչքան, 100 տարին ինչ է հավիտենականության այսքան հենց մի սենց գիծել չի փոքր։ Բայց դու հավիտենականությունը որտեղ ես անցկացնելու։
Եթե քո անունը կա կյանքի գրքի մեջ, Տերոջ ներկայության մեջ, արի իմ զավակ, վայելի այն ինչ որ ես պատրաստել եմ քո համար։ Իսկ եթե չկա քո անունը, դու գնում ես այնտեղ, որի համար դու այս կյանքը ապրել ես սատանայի մոտ։ Իսկ սատանան որտեղ է, ով ինձ կհիշացնի, այդ ժամանակ կրակի ծծումբի մեջ։ Շատ ցավալի բան եմ ասում, բայց այս է իրականություն։ Ուրեմն եթե դու վերստին ծնված մարդ ես եւ հավատքի մարդ ես, այս Սամուելի նման փոքր այդ Սամուլիկի, ոտքը դիր այդ հիման վրա եւ անհնարինը հնարավոր դարձու, կուլտը սեղմի թողի բացի կախվի եւ քո գործը արա։ Դու բռնի Հիսուսից եւ բաց մի թող, Հակոբին հիշում եք, չէ՞։ Պատերազմում էր, ում հետ էր կռվում, Աստծո հետ էր կռվում, Աստծո։ Եվ գիտեր, որ սա գերբնական էակ է, բայց կռվում էր, մենամարտում էր, այնքան մենամարտեց, մինչև որ արևածագը բացվեց, եւ հիմա մարդը ասում է ինձ թող, ասում է չեմ թողնի մինչև չօրհնես։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ինքը բռնել է կյանքի Տիրոջը եւ բայց չի թողնում։ Դու բռնել ես։ Դու բռնել ես։ Կարտոշկեն ես իմ ինչ գինը։ Ուտելիքը ես իմ ինչ գինը։ Քո սիրտը ինչ ասում։ Այն որ հավատքի չկա, այսպես բիզնեսներ կունենային, հա? Ինչ ասում քո սիրտը Տերոջ։ Դու Տերոջ մեջ էլ ամեն բան կարաս ունենաս, որովհետև Տերը չերևացածը իբրես երևացած։ Ամեն։ Եղբայրներ եւ քույրեր, թող Աստված օրհնի ձեզ առատորեն։ Մենք մեզ քննելու լիքը բան ունենք։ Բերեք կանգնենք աղոթքի եւ քննենք մեզ, եթե շտկելու բան կա շտկեք։ Մեկ էլ խնդրում եմ աղոթենք մեր Վահագ եղբոր համար, Գյումրիի, Վարդանի եղբոր, որովհետև իրենք պիտի գնան Ստամբուլ, մի խումբ մարդկանցով, չէ՞ Վարդան։ Մի խոսքով գնալու են միսիոներական ծառայություն անելու եւ գիտենք, որ Թուրքիան իսլամական երկիր է եւ շատ բաներ կարող է լինել։ Բերեք օրհնենք մեր թանկագիններին, օրհնենք իրենք ճանապարհը, որ իրենք շատ ուժեղ վկայեն եւ եթե թուրքերը դառնան Տիրոջը, լիքը հարցեր լուծում, տեսնում եք։ Հալելույա։ Փառք ես Հիսուս։ Օրհնյալ քո անունը հավիտյան։ Փառք ես իմ Տեր։ Քո նմանը չկա։ Դու ամեն բան արիր, որ մենք փրկվենք։ Դու ամեն բան արիր, որ մենք այս դաժան աշխարհում ապահով լինենք քո ներկայության մեջ։ Փառք ես իմ Հիսուս։ Հարավանում եմ ես քեզ։ Ով որ քո կարիք ունի, հպվի իր անտեր։ Ով որ քո բժշկության կարիք ունի, բժշկի իր անտեր։ Բացվի Տեր ջան, կոտրված սրտերի համար։ Ուտացրու քո կերակուրը իմ Աստված սովածներին, եւ քո ջուրը դուր ծառաներին։ Տերին փառավորվի քո անունը։ Քո նմանը չկա։ Փառք եմ ես տալի քեզ, քո նմանը չկա։ Հալելույա։ Տերին քո սուրբ անունով օրհնում եմ Վահագան ճանապարհին։ Օրհնում ենք իմ Տեր, թող գնան քո փառքի եւ անունի համար իմ Աստված, եւ մեծարվի քո անունը, դու արժանի ես նրան։ Արթնացրու թուրք ժողովրդին իմ Տեր, վերջը դառնալու ենք քեզ, թե չէ։ Դժոխք կա գնում է ազգը, Հիսուս, փրկի իրաց, Հիսուս, խնդրում եմ։ Փառավորվի քո անունը, սուրբ եւ պաշտպան Աստված։ Դու ես մեր ապավենը, հալելույա քեզ, հալելույա։